Հովհաննես Մկրտչի քարոզչությունը։ Տիբերիոս կայսր գահակալության 15-րդ տարում Պոնտացի Պիղատոսը Հրեաստանի կառավարիչն էր։ Հերովդեսը Գալիլեայի չորրորդապետը, Հերովդեսի եղբայրը Փիլիպոսը Իտուրիայի և Տրաքոնիտիսի չորրորդապետը, Լյուսանիասը Աբիլենեի չորրորդապետը, իսկ Հաննան և Կայափան այդ ժամանակվա քահանայապետներն էին։ Այդ օրերին Աստված անապատում իր խոսքն ուղղեց Զաքարիայի որդի Հովհաննեսին։ Հովհաննեսը Հորդանան գետի եզերքին գտնվող բոլոր շրջանները գնալով քարոզում էր ապաշխարել և մկրտվել, որպեսզի Աստված թողություն տա մեղքերին։ Այս մասին Եսայի մարգարեի գրքում գրված է. «Անապատում աղաղակողի ձայնն ասում է. պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը, հարթեցեք նրա շավիղները, բոլոր ձորերը պիտի լցվեն, բոլոր լեռներն ու բլուրները գետնին պիտի հավասարվեն, բոլոր ճանապարհներն ուղիղ պիտի դառնան, խորթուբորտ արահետները հարթ ու հավասար, և ամբողջ մարդկությունը պիտի տեսնի Աստծու ուղարկած Փրկչին»։ Բազմաթիվ մարդիկ գնում էին Հովհաննեսի մոտ, մկրտվելու նրանից։ Հովհաննեսն ասում էր նրանց. «Իժերի ծնունդներ, ով ասաց ձեզ, թե կարող եք փախչել Աստծու տալիք պատժից։ Այսուհետև գործով ցույց տվեք, որ ապաշխարել եք։ Դուք մի կրկնեք ասելով. մենք Աբրահամի որդիներն ենք։ Ասում եմ ձեզ, որ Աստված այս քարերից էլ կարող է Աբրահամի որդիներ հանել։ Ահավասիկ, կացինը պատրաստ է ծառը կտրելու իրենց արմատներից։ Այն ծառը, որ լավ պտուղ չի տալիս, պիտի կտրվի և կրակը կծվի»։ «Ուրեմն ինչ անենք», հարցրեց նրան ժողովուրդը։ Հովհաննեսը պատասխանեց. «Ով երկու հագուստ ունի, թող մեկը տա չունեցողին, իսկ ով ուտելիք ունի, նույն ձևով թող ուրիշի հետ կիսի»։ Մկրտվելու եկան նաև մաքսավորները և հարցրին նրան. «Վարդապետ, մենք ինչ անենք»։ Հովհաննեսը պատասխանեց. «Դուք ձեզ հրամայվածից ավել մի գանձեք»։ Զինվորներն էլ եկան և հարցրին նրան. «Իսկ մենք ինչ անենք»։ Նա պատասխանեց. «Ոչ մեկից բռնությամբ կամ զրպարտություն անելով դրամ մի վերցրեք, բավարարվեցեք ձեզ տրված ռոճիկով»։ Ժողովուրդն սկսում էր Հովհաննեսի մեջ տեսնել իր սպասած Փրկչին։ Բոլորն էլ իրենք իրենց մեջ մտածում էին, թե արդյոք Հովհաննեսն է Քրիստոսը։ Հովհաննեսը նրանց պատասխանեց. «Ես ձեզ ջրով եմ մկրտում, բայց գալու է ինձնից ավելի հզորը, որը ձեզ կմկրտի Սուրբ Հոգով և կրակով։ Ես նրա կոշիկների կապերն իսկ արձակելու արժանի չեմ։ Քամհարն իր ձեռքին է, նա կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում, իսկ հարդը կայրի անշերջ կրակով»։ Նա տակավին ուրիշ շատ ուսուցումներով քաջալերում էր ժողովրդին, փրկության ավետիս տալով նրանց։ Հովհաննեսը հանդիմանեց Հերովդես չորրորդապետին, իր եղբոր կնոջը Հերովդիային խլելու և նրա հետ ամուսնանալու համար, նաև նրա արած բոլոր չար գործերի համար։ Այս պատճառով Հերովդեսը բանտարկել տվեց Հովհաննեսին, այսպիսով մի չար գործ ևս ավելացնելով մյուսների վրա։